Եթե անցնում են միայն 3 ուժեր, ինքը հաղթում ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե ես չլինեմ վարչապետ, պատրաստ կլինեմ։ Նմանատիպ մի բան էլ ասում է ուժեղ Հայաստանը։ Որպեսզի այդ իրավիճակը չունենանք, այս 200,000 մարդու հետ պետք է աշխատել։ Ես վստահաբար եթե հիմա պարոն Մարուկյանի կողքին չլինեի, կարող ես 200,000-ից մեկ կլինեի։ Այո։ Համակարգի հետ միասին պետքա դուրս մղվի նաև Գագիկ Ծառուկյան քաղաքական երևույթը։ Ես ստորագրում եմ։ Չեմ կարող ես որոշ ուժերի ձայն տամ ընդդիմադիրիչկանը Նիկոլի զզվեմ։ Մարդիկ պետք է իմանան թարախապալարների տեղերը եւ դրանք պետք է արմատախիլ արվեն։ Ընկերներ, ողջույն, Պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր աշխատանքը, շարունակում է այս թեժ ընտրապայքարի պայմաններում գտել ենք միջանցք, գտել ենք փոքրիկ մարդասիրական արանք, պատուհան, որ մեր ոդքասթը ապրի, այս ոդքասթը պետք է ապրի։ Այո։ Եվ բնականաբար ինչից պետք է խոսանք։ Ինձ թվում է բոլորի համար ակնհայտ է, որ պետք է խոսանք ընտրապայքարից, քարոզչությունից, մենք ինչ ենք անում, ուրիշները ինչ են անում։ Ինչ կասեք, պարոն Մարուկյան, ոնց է ընթանում քարոզչությունը։ Նախ ուզում եմ ասել, որ մեր հետևորդներն իմանան, որ մեր YouTube-ի վրա հարձակում կա եւ այդ հարձակման պատճառով դիտումները բավականին փորձել են իջեցնել, հետեւաբար ես ձեզ կոչ եմ անում հենց հիմա կոմենտներ գրել, հենց հիմա, այսինքն հենց սկզբից գրել կոմենտներ, ինչ որ արձագանքներ գրել, որ ակտիվանա ալգորիթմը, լայքեք անպայման։ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ մենակ իր իքիբիրը շատ նայեն, իքիբիրով վիդեոները։ Ինք ուզում է տենց իքիբիրից խոսա, Ծառուկյանի տղայից, բան տենց նայեն, դա ինք ուզում, բայց adekvat ժողովուրդը դա թույլ չի տալու։ Մենք ձեր վրա հույս ենք դնում, սիրելի հետևորդներ։ Եվ իսկ ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա իրապես քարոզարշավը ընթանում է բավականին տաղտկալի, ես կասեի, որովհետև քաղաքական բովանդակության մեծ բացակայություն կա, եւ մենք տեսնում ենք, որ տոտալ կրկնություն 21 թվականի մի քիչ ուրիշ ձևերով ուղղակի, մի քիչ Նիկոլա ավելի ժիվուչի է հիմա, քան 21 թվականին էր, տենց։ Այն ժամանակ մի քիչ խեղճ էր։ Հա, խեղճ էր խաղում, որ խեղճ Նիկոլի ջեբն էինք ցե պատերազմի դեմքով էր։ Մի ուրիշ է, մի տենց գոռմա բան, տենց որ անձրևներին բան։ Ու ես նկատեցի, որ ինքը ինչ որ ասում էր, որ Քոչարյանը պետքա նստի։ Ինքն է որոշում։ Չէ, նայ, դու շատ ինստիտուցիոնալ ես հարցին մտնում։ Ախր Կարպիս, ոնց կարա ասենք 21 թվին Քոչարյանի նստելու թեմայով քարոզարշավանես ընտրվես 5 տարի անցնի գաս էլի ուզենաս Քոչարյանին նստելով քարոզարշավանես ու էլի ուզենաս ընտրվես, ապա չկա սենց բան ընկեր։ Որ ասենք ինչ Քոչարյան։ Բայց կողա Քոչարյանն է տենց սարսափելի ազդեցիկ մարդ, որ 3 ընտրական շրջափուլ նվիրվի իրան 3 19 թիվ 21 թիվ 26 թիվ։ Ախր ինքն է սարքում տենց սարսափելի։ Կլինի Քոչարյանը, կլինի այդ 3 խոշոր ուժերը, ինքն է տենց ինչի է այդ 3-ին անդադ թիրախավորում։ Որ ուրիշ ուժ չանցնի, նայ։ Իմ գաղափարը որն է, որ ինքը ամեն ինչ անոր անցնեն այդ 3 ուժերը։ Որտեվ եթե անցնում են միայն 3 ուժեր, ինքը հաղթում ընտրությունները։ Հետեւաբար որպեսզի ինքը ընտրությունները չհաղթի, մենք ընտրողին ասում ենք ընտրող ջան, ընտրեք մեզ, որ մենք ներսում կարողանանք 3-ի ու Նիկոլի միջև բալանս լինել։ Առաջինը Նիկոլը պարտվի չլինի վարչապետ, որտեղ եթե մենք ասում ենք Նիկոլը չի լինի վարչապետ, չէ, դարձը փակա։ Բայց հետո նաև թույլ չտալ, որ այդ վախենալու, այսպես ասած, բարքերը նախորդ ժամանակաշրջանի չգա հետ։ Բոլորդ գիտեք, Կարպիսն է պայքարել այդ ամբողջ շրջանում, ես եմ պայքարել պարլամենտում, հետո դրանից առաջ որպես իհապաշտպան, մենք այն մարդիկն ենք, որ կարանք երաշխավորենք, որ այդ շրջանը չգա ժողովուրդ։ Չկա քաղաքական միավոր, որ դա կարա երաշխավորի։ Ես ընտրություններին մասնակցող։ Եվ այդ բանը, որ ինքը անում է, ուզում եմ մարդիկ հասկանան, էլի խի այս ամեն ինչ տեղի ունեն։ Նայեք, ինքը անձամբ թիրախավորում է 3 ուժի։ Ուրիշ ուժերի մասին չի խոսում ինքը։ Ինչի որտեվ ում թիրախավորում է, ինքը ուզում է նրանք ուժեղանան, նրանք խոշորանան։ Ստեղ է խաղը։ Եվ պետքա դուք այդ խաղը հասկանաք, որովհետև շուրջ 200,000 մարդ չի ուզում Նիկոլին ընտրի, ուզում է Նիկոլը փոխվի, բայց նաև չի կարողանում իր ձայնը տա այս 3 ուժերին։ Չի ուզում այդ 3 ուժերին ձայն տա, հիմա 1000-ի նկարտառումներով, վերջը։ Չի ուզում տա։ Եթե այս մարդիկ մնան տանը, Նիկոլը կրում է։ Բայց եթե այս մարդիկ հելնեն գնան ընտրական տեղամաս Կարպիս ու ձայնը կոնսոլիդացնեն լուսավոր Հայաստանի վրա,
Նիկոլը կրվում է 1, նախկինները չեն գալի 2, նախկին բարքերը չի լինում 3, բանակցային գործընթացում ունենում ենք կոմպրոմիսային վարչապետ, որը որ կարողանում է բանակցել մի խումբ քաղաքական ուժերի անունից եւ իրան չեն կարա ճնշեն, ասեն դու միայնակ մեծամասնության տերն ես եւ մենա ցախ դու ես որոշում, հիմա ինչ ասեմ են կարա։ Այս բանաձևը, այս սա է պետք տեղ հասնել, սա է product-ը։ Մեր հետևորդներին եմ դում, խնդրում եմ, այս product-ը տեղ հասցրեք, տարածեք, պատմեք մարդկանց, որտեղ այդ 200,000 մարդը մեծ հաշվով այս ոդկասթը լսողների բարեկամներն են։ Այս ոդկասթը լսողների ընկերներն են, շրջապատից են, այսինքն հիմնականում այն մարդիկ են, ովքեր որ երկու կողմում էլ իրանց չեն գտնում, երկու կողմում էլ, երկու բևեռում էլ իրանց չեն տեսնում։ Խնդրեմ դուք ասեք։ Ես էլ եմ միանում ձեր կոչին, որ իսկապես եթե մարդիկ փոփոխություններ են ուզում, փոփոխությունները դեպի առաջ, այլ ոչ թե փոփոխությունները դեպի անցյալ, պետք է մեզ ընտրեն։ Ոչ պետք է մեզ ընտրեն, կարող մարդն ասի, դա ինչ ձև եք ասում պետք է մեզ ընտրեն, այլ դե չեք ուզում մի ընտրեք, բայց պետք է ասենք որ պետք է ընտրեք։ Եթե ուզում եք հարց լուծվի։ հա, պետք է իրանց համար է պետք, մեր համար է պետք, երկրի համար է պետք։ Նախ մեր համար է պետք։ Պետք չի սեթևեթել։ Հա, Առաջինատին երկրի համար է պետք, եւ նաեւ իրենց համար է պետք։ Եթե մարդիկ գոհ են, այն ինչ որ կատարվում է Հայաստանում։ մի ընտրեք, թող տես մնա։ Այս գժությունից, այս հիստերիայից գոհ են մարդիկ։ Չգիտեմ, որոշ առաջադեմ, լուսավոր զանգվածներ, բանը կենտրոնացել էին Պարոն Մարուկյանի բարի վրա, ասում են, ոնց կլինի պարում այս սխի ասած պարում, արա ասում եմ, ձեր սրտի վարչապետը այ լատենտ նիկոլականներ, օրը մի հատ գառա խժռում, ձեն չեք անում, եկել եք այս մարդու պարելու վրա եք կենտրոնացել, որ հրաշալի ռոք երաժշտության տակ, որը մեր հիմնն է, դրա տակ էր պարում։ Եվ Մայքլ Ջեքսոն դնենք, մյուս անգամ Ջեքսոնի տակ կուզեի պարեմ։ Ես Չայլ ժամանակ Ջեքսոն էի պարում, լսին ես լավներ։ Բայց այդ վերջացրու ասեմ։ Հա, շարունակելով ձեր միտքը, հա, իսկապես դա միակ տարբերակն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, բայց եկեք խոստովանենք, որ մենք էլ չենք ուզում, որ այս պատմական ժամանակներից էլի այդ ինչ որ նախքին թալանչի այդ նողկալի զանգվածները օգտվեն, չէ՞։ Դրանք քանի որ մակաբույց կենթանիներ են, միշտ այս նպաստավոր պայմաններից, խառը պայմաններից առիթից օգտվում են։ Հիմա երբ որ մենք ուզում ենք Նիկոլին հեռացնենք, քանի որ ինքը երկիրն է կործանում, իրանք կարող է առիթից օգտվեն։ Ու հիմա լիքը մարդ վախում է այդ առիթի օգտվելու։ Հիմա մենք ասում ենք, եղբայր, հա, վախենում եք, վախեցեք, բայց հիմա մենք էլ այն մարդիկ ենք, որ չենք վախենում եւ կարանք դրանց զսպենք եւ ունենք նախագահի տեխնացու որպես այդ բառը ուզում կիրառել ամփոփ, որպես բարոյական ոստիկանություն։ Այո, Չակերտների մեջ եւ դա թույլ կտա մեզ թույլ չտալու հին այդ մակաբույսների կաշառակեր վերարտադրությունը եւ թույլ կտա նաեւ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որ չվերարտադրվի, որովհետեւ նրանք եթե նախկինները, հա, խոսանք, կաշառակեր էին, ուղղակի կաշառակեր էին, բայց սա երկիրն է արդեն կործանում։ Սա լրիվ կարմիր գծերը հատել է եւ դրա համար ինքը պետք է անշուշտ հեռանա, բայց նուրբ խաղը պետք է խաղարկվի, սա շատ նուրբ խաղ է եւ մենք մեր դիրքավորմամբ ապացուցում ենք, որ մենք էգոիստ չենք եւ ամեն գնով ինչ որ միտեղ խսկվելու պայքար չենք մղում, չունենք վարչապետի տեխնացու եւ երևի թե շատ-շատերին համար տարօրինակ է մեր եզրույթը, կոմպրոմիսային վարչապետ եզրույթը, որովհետեւ սա ասում են, չէ, ես պետք է լինեմ, չէ, ես հենց ես պետք է։ Ես մի բան ասեմ, օրինակ գանք գիժե կարա։ Իհարկե ընդդիմադիր գործընկերներին քննադատել այդ կանալ չեմ ընդունում, բայց օրինակ այդ ուժեղ Հայաստանի այդ կեցվածքը ես չեմ հասկանում, որ մի անձով են պայմանավորում, հա, երկրի հետագա ընթացքը, երկրի փրկությունը, դա անընդունելի է։ Ըստ էության իրանք նույն բանն են անում, ինչ որ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ասում է, բանը, ասում էր ինչ էր ասում, եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը չունենա վարչապետ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե ես չլինեմ վարչապետ, պատրաստ կլինեմ։ Նմանատիպ մի բան էլ ասում է ուժեղ Հայաստանը։ Այդպես չի լինում։ Ռոբերտ Քոչյանը նույնը կրկնում է, այնտեղ կա, չգիտեմ, Արման Թաթոյանը ավելի փոքր ուժերը լիտեն, զորեղ վարչապետներ են բոլորը, բայց այդպես չի լինում։ Դες որ Թաթոյանի էջկա իր նկարն են դնում, սենց ու Փաշինյանը ինչ որ շորտիկ են, ինչ որ տենց այով սակացա 10-ով շիկը եւ առաջնորդը։ Մի անձով, կներեք, հեսա պետք է ասեմ, մենք բոլորս, պարոն Մարուկյան, այդ թվում եւ ուժեղ Հայաստանը, մենք իշխանությունը, բոլոր ընդդիմադիրները շատ փոքր ենք։
Շատ փոքր բան ենք մեզից ներկայացնում, որ մեզնով ամեն մեկս մեր անձով պայմանավորենք հայոց պետականության ընթացքը։ Չի կարելի մի հատ ինչ որ անձով, բոլոր անձերը որպես մասնավոր անձ անկարևոր են։ Համաձայն եմ ես Եվ երբեք դրա համար մենք ասում ենք հնարել է սաղը հանգստացեք, ոչ մեկը չի լինելու։ Պետք է լինի կոմպրոմիսային տեխնոլոգիա եւ որևէ մեկը երկում չպետք է միապետի իշխանություն ունենա։ Այն ամենը պսևդո միապետիկ ունենք Էրդողանի եւ Ալիևի աջակցությունը վայլո գոհեք, հիմա մատ հաջորդ միապետն եք ուզում բերեք այս երկրի գլխին, որ հիմա ինքը բերի իր բանը աշխատողներից մեկին, իր սուպերմարկետներից մեկի աշխատողին տանի նախագահ դարձնի։ ես ստորագրում եմ խոսքերի տակ։ Այսինքն հիմա զարմանում են, կներեք էլի մի քիչ էմոցիոնալ շարունակեցի։ Տարակուսում են, որ մենք նախագահի տեխնացու arczepiskopos-ին ենք առաջ քաշել, հիմա նախագահին ոչ մեկ չի ճանաչում, այդ նեղ շրջանակից դուրս բանը։ Դա Նիկոլի աշխատողն է։ Հիմա դրանք մյուս ընդդիմադիրները չեն արձագանքում, դասում են իրան գան իշխանության, հիմա Վահագն Խաչատրյանի պես անկարևոր մեկն են, իրանք էլ են նշանակի, բանը իրանք նշանակեն նախագահի տեն ուզում, այսինքն նույնը շարունակեն ինչ որ Նիկոլը, մենք դեմ ենք այդ շարունակությանը, չպետք է շարունակել, բացարձակ իշխանություն չպետք է լինի, ու չենք վախենում, դուք էլ չպետք է վախենաք։ Մենք ուզում ենք գնանք խորհրդան, որ այդ վերարտադրություններից մարդիկ չվախենան։ Շատ լավ ձևակերպես Կարպիս է, ես իրան ման չէի կարող ձևակերպել։ Զուտ ուզում եմ ասեմ, զուտ ուզում եմ ասեմ, որտեղ այդ հետարքի տեքստը է, միապետի հանգամանքը։ Նաև ուզում եմ ասել, որ ախր ընտրողները Կարպիս, ախր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ մեկ չի կարող մենակով կրի այս ընտրությունները։ Հետաբար կապել մեկի հետ ամեն ինչ, այդ չլող բան է։ Ոչ ոք մենակով չի կարող կրի այս ընտրությունը։ Չէ պետք է ինչ լինի, չէ պետք է ինչ լինի, հա, տենց ամենքը իր վրա կքաշի այդ ադիալը սենց ասած, վերջում կլինի այն ինչ որ եղավ 21 թվին։ Հիմի 200,000 ընտրող, հա թիվ է Կարպիս, 200,000 մարդ, մենք նրանց տեղը գիտենք։ Ուսումնասիրությունները ձեռքից տակա համայնքներով, բնակավայրերով, Երևան քաղաքում թաղամասերով, շենքերով գիտենք տեղը։ Այդքան մարդ չի ուզում ձայնը տա ոչ Նիկոլին, ոչ էլ այս երեք ուժերին։ Եվ այդքան մարդ ըստ էության երկու որոշում ունի կայացնելու, ու հիմնականում հակված են չմասնակցելու վրա, բայց իրենց որ ասում ես Ժորժ ջան, ձեզ դուր է գալի, որ Երևան քաղաքում, մի միլիոնանոց քաղաքում 75,000 ձայնով Ավինյան Տիգրան ունեք կառավարիչ Երևանի քաղաքապետ, քաղաքը կործանել է, խայտարակ վիճակ, այս ամառը, այս աղբավերը սկսի վարվել, նայ, ամառը եկավ, այս աղբավերը սկսի վարվել, թունավորվելու ենք, փոշին, օթուի, ես իմ աշխարհի բոլոր ստանդարտներով ես իմ քանի անգամ ավել, վերջերի տոքսիկ բանը, խցանումներ, 20,000-ից ավել շինթույլտվություն ա տվել, ոչ բանը նայել են, ասենք կոյուղի կա, ոչ նայել են պաստանցիաներ կան, ոչ մի պայման չկա, ոչ մի պայման չունեն, ոչ մի կործանում են այս քաղաքը, եւ արդեն չգիտեմ, հիմա ասենք վաղն է լավ քաղաքապետ կա, չի կարա այս վիճակից դուրս գա, ես իմ ինչքան ժամանակ կա պետք որ շտկվի, բայց հետ գալով որպես այդ իրավիճակը չունենանք, այս 200,000 մարդու հետ պետք է աշխատել։ Այս 200,000 մարդու հետ աշխատում ենք միայն մենք, որտեղ մնացած ուժերը ինչ որ չգիտեմ, ինչով են զբաղված։ Եվ միուցե դա լավ է, որտեղ պետք է մենք անցնենք պոպուլիզմով, հայ ժողովրդին կաշառելով։ Լսի, ում ինչ հարց տալիս են բոլոր հարցերի պատասխանը ունեն, որ մենք սա կանենք։ Մենք տեսա որ Թաթյանն ասում է հոկտեմբերի 27-ը կբացենք, բան։ Ոյ։ Ասեք ես ի՞նչ եմ, ասեք ախպեր ոնց կարակ էլի ամեն ինչի վերաբերյալ խոստում ոնց կարաս դու ունենաս։ Ինչ հարց տալիս են ասում են մենք էլ կարա, մենք դա կան։ Այո, մենք դա եւ այս համատեքստը ուզում եմ գալ հետեւյալին։ Ջորջան Քարազարշավը մեզ ցույց է տալիս, որ մարզերում մարդիկ սարսափած են կամերաներից։ Եթե կամերաներից սարսափած են, դա նշանակում է որ վախենում են իրենց իդենտիֆիկացնել։ Եվ այդ մարդիկ դերասանություն չեն անում։ Չէ, անկեղծ, կամերան անջատում ենք, ասում ենք լավ ենք կոմ դրեք, ինչ ասես խոսում են։ Տեղի ԱԱՑ չինովնիկները գնում են մարդկանց հետևից, որոնք ակտիվ են կամերաների առաջ։ ԱԱՑ-ն մեր հետևից պատտվում է Քարազարշավի ժամանակ, բարձա որ մեր անվտանգությունով չի ինքը այտենց ցնցված որ անվտանգությունն է սա։ Չէ, զանգում են գյուղապետին, ասում են խեք թողել գյուղ։ Հանեք։ Այս երկու մի հատ դեպք ունենք, մի հատ գյուղ ենք մտել զանգել եք գյուղապետն ասում է խեք թողել մտնենք գյուղ։ Ես հարցրեցի եղբայր, մենք որ երկրի տարածքում ենք։ Որ երկիրն է, ինչ որ մեկը ինձ կարա ասի, ես որ գյուղ մտնեմ կամ չմտնեմ։ Արևմտյան Ադրբեջանը չի, ասենք, ասես, չի կանում։ Գիտեք, գալով այդ 200,000-ին, մենք այսպեսի խոսակցություն չենք ունենա։
Եթե ընդդիմադիր ուժերը իրենց մարդավարի պահեին։ Այո։ Այդ էգոիզմը կարողանային դնեին մի կողմ, իսկապես մատ շատ լուրջ չեզոք վարչապետի տեխնացու բերեին, ազգին համախմբող տեխնացու, մտքից մեկը գալիս է, բայց չեմ ասի։ Ու բոլորս կլինեինք այդ ցուցակում կամ կաջակցեինք այդ ցուցակը։ Օրինակ ես ասում եմ, ես պատրաստ եմ չլինել, մենակ մի ցուցակով գնացեք, ես չեմ լինի։ Ես էլ իմ լրագրողական կարիերան չէի կործանի։ Այո։ Դառնաս падգամավոր։ Բայց դե արդեն всё։ Դու գնում ես ազգային ժողով։ Եթե ինձ մարդավարի պահին, այսպիսի խոսակցություն չլինի եւ ըստ էության բայց շանսերը կորսված չեն։ Դեռևս հնարավորություն կա, եւ պարոն Մարուկյանը այդ հնարավորությունը ասեց։ Ու եթե այդ զանգվածը չեմ վախենա ասել, այդ հրաշալի զանգվածը, որը իսկապես օբյեկտիվ պատճառներով մոլորված է ու ուզում է փոփոխություն, բայց չի տեսնում այդ փոփոխությունը։ Ես վստահաբար եթե հիմա պարոն Մարուկյանի կողքին չլինեի, կարող ես էլ 200,000-ից մեկ կլինեի։ Այո։ Դե հիմա եկեք անկեղծ լինենք էլի, այդ ընդդիմադիրներից շատերին ես ձեն չեմ տա։ Դե Ես կյանքում չեմ տա։ Հիմա տենდა մեկ հատ գիրք եմ կարդացել, բան, հիմա Մարքս եմ կարդացել, Կանտ եմ կարդացել, գլուխը Դաստոևսկի եմ կարդացել, չեմ կարող ես հիմա որոշ ուժերի ձեն տամ ընդդիմադիր իշխանը Նիկոլից զզվեմ։ Այդ գիրքն է խանգարում քեզ։ Ինտելեկտս մի բռնաբարեք։ Դե հիմա պարոն Մարուկյանն աշխարհ տեսած մարդ է, վստահ եմ, եթե ինքն է քաղաքական գործիչ չլիներ, կարող է 200,000-ից մեկ կլիներ։ Չգիտեմ, Հարվարդի կողքով անցած մարդ էս ընդդիմադիրների ոնց կարա քույր։ Հարվարդի փոշին վրա եկել եմ ապեր, ասենք։ Ջորմես։ Դե դրա համար հասկանալի է, դե հիմա դրա համար է տարբերակը առաջարկվում է եւ էգոիզմը դրված է մի կողմ, ինքնանպատակ չի եւ էս է ըստ էության Նիկոլ Փաշինյանը հեռացնելու տարբերակը։ Պետքա 4 ուժեր անցնեն խորհրդարան։ Բայց Նիկոլ Փաշինյանը հիմա հնդկական կինո է նորից կազմակերպում, այդ իր երևակայական երագլուխ հրեշի հետ։ Ահա, երագլուխ հրեշն ու ինքն է։ Եթե ինքը չլինի, այս պայքարը գնում է իրականում Ժողովուրդ ջան, մենք չենք այդ բառամթերքը Նիկոլինն է, մենք դա չենք օգտագործում, բայց ինքը մարդկացին ասում է, կա հրեշ, որի դեմ ես կռվում եմ։ Հիմա մի ուժ լներ կասել մի ուժ, ինքը այդ իրեքին միացել է միտեղ, տենց ու ժողովրդին ցենց ահաբեկում է բան։ Ու ասենք այդ Քոչյանը պետք է նստի մարտի 1-ի համար։ Ես այսօր ինչ եմ հիշե։ Որ վերջն է։ Ուրեմն 19 թվին սահմանադրական դատանի դատավորներին փոխեց Նիկոլը։ Դրեց իր ուզած դատավորներին Քոչյանի գործը քննելու համար։ Ու այս իր ուզած դատավորները Քոչյանի գործով որոշում կայացին, Քոչյանը արդարացվեց։ Արդեն ընդհանուր իրավասության դատարանում։ Սա դե որոշման հիման վրա։ Հիմի լսի։ Այսինքն դու պայմաններ ես ստեղծել, որ ինքը արդարացվի, ու ելույթը ասում է, ինքը արդարացվել է, բայց դա չի կարա լինի, նա պետք է նստի, հետո 21 թվին եկել է դրանով ընտրվել է, որ ես քո գամ Քոչյանին կդատեմ, եղածը կխլեմ, բան, դե եկել է ու սա դե մի ասենք հարցնում ես կան չէ տրոլինգ անողներ, ասեն պետական տենդերները Toyota սերվիսից է կանում, բա դու Քոչյանին դեմ պայքարում ես, բայց այսպես չորսես բան է։ Ու 26 թվին էլի ուզում է Քոչյանին նստացնելու բանով ինքը վերընտրվի։ Ես չի դեմ։ Քոչյանի հարցը մենք կարանք լուծենք, ասեմ ոնց։ Ասե։ Մեզ պետք են ձեր նշած քանակի մարդկանց ձայները։ Այո։ Օրինակ ես չվախենամ Քոչարյանից։ Ինձ պետք են այդ մարդկանց ձայները եւ ինձ պետքա այդ նախագահի տեխնացուն, որ ասելա, որ չպետքա վերադառնան։ Օրինակ մենք նախագահի տեխնացուի տեսլական ունենք, ով ասում է, որ նախկինները իրանց ընտանիքներով չպետք է մասնակցեն Հայաստանում քաղաքական process-ներին, որպեսզի Նիկոլը հեռացվի։ Ժողովուրդ ջան, եթե այս կետերը 100 անգամ ասել է Միքայել Սեփական։ Եթե այս կետերը ապահովեն, այդ հարցը կլուծենք, չենք վախենա, ինչից պետք է վախենանք։ Այո։ Կան Գագիկ Ծառուկյանն էլ ես ուզում Նիկոլի երեսպաշտությունը ցույց տալ։ Ես ելի լիքը մարդիկ Նիկոլը տեղափոխություն են կարել ունենալով այն միտքը, որ հին քաղաքական համակարգը պետք է կազմակերպենք, հողին հավասարեցնենք եւ այդ կազմակերպված համակարգի հետ միասին պետք է դուրս մղվի նաեւ Գագիկ Ծառուկյան քաղաքական երևույթը։ Պարոն Ծառուկյան կներեք, բայց սա պետք է ասեմ, ին վերաբերում։ Ուրեմն ասենք, այսքան 8 տարի ապահովությունից հետո շարունակում է Հայաստանի ինդիմադիր դաշտը լինել զբաղված, ասենք։ Դա մեր մոտեցումն է, Գագիկ Ծառուկյան քաղաքական երևույթ չպետք է լինել նախկինների հետ միասին։ Ահա։ Չպետք է ինքը քաղաքականությամբ զբաղվի ուղղակի։ Մենք Նիկոլ Փաշինյանը ունենք այս մտայնությունը, բայց լինում է հեղափոխություն,
Հանկարծ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի համար դառնում է խոշոր սեփականատեր։ Դե այդ բախտ պետք է որ աջակցի։ Հետո աջակցեց, Գագիկ Ծառուկյանը երեք ասեց ես սխալվել եմ որ աջակցել եմ։ Հետո երբ որ Գագիկ Ծառուկյանը կառավարության թերությունների մասին խոսած կորոնավիրուսի ժամանակ հանկարծ հիշեցին, որ 40 տարի առաջ Գագիկ Ծառուկյանը հանցանք է գործել։ Հետո նորից Գագիկ Ծառուկյանը Հետո ընտրակաշառք բռնեցին, հետո Բաստողին այս տարի արդարացրեցին։ Հետո Գագիկ Ծառուկյանը նորից լուր էր, Գագիկ Ծառուկյանի մասին ոչ մեկ չէր խոսում եւ իրար հետ ինչ-որ գործարքներ էին անում, հող էին սեփականաշում, չգիտեմ։ Հիսուսի արցանի թույլտվություններով ատում։ Հիմա Գագիկ Ծառուկյանը Նիկոլը չի տվել։ Գագիկ Ծառուկյանը նորից ակտիվացավ քաղաքականության մեջ, հանկարծ հիշեցին, որ ընտրել նրան նշանակում է ընտրել Լուկաշենկոն։ Էս ինչ էր այս պաշտությունը։ 5 անգամ մարդու մասին կարծիքդ փոխում ես, այսինքն ընտրովի արդարադատությունը չի, ես չգիտեմ ինչա։ Սենց քաղաքականություն լինում է, չկա տես քաղաքականություն։ Դա ոչ միզմ է, էլի, ոչ միզմ։ Այսինքն, ինչա սրանից հետևում պարոն Նիկոլը երազում է, որ այս ինքը վերընտրվի եւ օպոզիցիան լինեն այս ուժերը։ Ես քեզ ասեմ, դա երազանք է Նիկոլի համար, որ իր օպոզիցիան լինի այսօրվա այդ ուժերը։ Բայց այս իմ ասածից ինչա հետևում, եթե մարդը լինի նողկալի տականք, հանցագործ, մարդակեր եւ այլն, հազարումի մագդիրներ, բայց աջակցի Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանի համար օքեյ է։ Հենց Նիկոլ Փաշինյանին չաջակցի, արդեն պարզ կդառնա, որ այդ մարդը տես նողկալի հանցագործն է։ Էսա Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը մեր պետությանը եւ մեր հասարակությանը, չգիտեմ։ Դե դրա համար էլ ժողովուրդ ջան, ախր կարելի է ասենք 8 տարի անընդհատ նույն բաները քննարկել, նույն մարդկանց մասին խոսել, ախր այս քաղաքական համակարգը պետքա մի ինչ-որ կերպ առողջացվի թե ոչ։ Եվ մենք մի նկատում ենք մի հատ ուրիշ բան, որ մեր սերունդը այդպես էլ ոչ մի ձևի իրան իրացրած չի զգում։ Հիմա գալիս է մի սերունդ կարպից քաղաքականության մեջ, ովքեր նախկին բոլոր մինիստրների, պրեզիդենտների, փոխվարչապետների, չգիտեմ ինչերի որդիներն են։ Լուրջ եմ ասում, ապա հիմա էլ է դա գալիս։ Այսինքն Ժորժ ջան, սովորական մարդիկ, կարպիսի պես, ինպես բան, տենց էլ իրան ժամանակը չի գալի։ Սկիզբ նրանք էին, հետո նրանց տղեկն են գալի, հետո փեսեկն են գալի, հետո փեսեկի տղեկը կգան, հետո տղեկի տղեկը, հետո տղեկի աղջիկը, ու տենց մենակ տղեկը չեն լինի։ Ու տենց սովորական մարդիկ Հայաստանում տեղ չեն ունենալու։ Ես ու Կարպիսը գնանք բանակ ծառայեն գանք, իրանք բանան են, տենց սաղ տենց ապրեն, լավը լինի, բան, հետո էլի քաղաքական process-ներում իրանք ասեն, չէ մենք պետք է լինենք, չէ որ չպետք է մենք լինենք, բան։ Բայց սա շուրջ էլ ահագին խորելու բան կա, էլի։ Մա հարց չի առաջանում, լավ ասենք, բանը քաղաքական ուժերի ցուցակներում ոնց է, իրանց տղեկը, իրանց փեսեկը, իրանց աղբոր տղեկը, իրանց ռողբոր տղեկը, քերու տղեկը, մոքրի աղջիկը, օֆիսի աշխատող, սաղ ասենք, հետո կլաններ են էլի, բան։ Ասենք էս քաղաքական կլաններ են։ Հասկանում եք, որ մենք ասում ենք, ասենք, վայ, բան, բայց չէ որ ախր ժողովուրդ պետք է կոնկրետ մարդկանց քննարկել։ Ես ու Կարպիսը ընկծի մեջ ենք, որ կոնկրետ մարդիկ են գաղափարների կրողները, երևույթները կոնկրետ մարդիկ են բերում։ Դուք չեք կարող երևույթը քննադատեք, մարդուն թողակ։ Մի անգամ մեր ոդկասթում ունեցել ենք, որ ասում էին այդ Սերժին դեմես, ասում են, չէ, ուղղակի ես համակարգն եմ ուզում փոխվի։ Մի վախեցեք, էլի անկեղծ ասեք, ախպեր, ինչ համակարգ, արա մարդիկ են այդ ամեն ինչն անում։ Մարդիկ են անում։ Այնտեղ տխմար աֆորիզմ կա, որ չգիտեմ ինչ մարդիկ քննարկում են մարդկանց, եսի ինչ մարդիկ քննարկում են եսի ինչ երևույթները։ Մեծ մարդիկ քննարկում են գաղափարներ։ Սա հիմարություն է։ Հա։ Որտեվ ով է մարդը։ Մարդը այդ գաղափարների կրողն է, տարածողը, ռեալիզացնողը։ Եվ այդ իսկ պատճառով անհրաժեշտ է քննարկել մարդկանց Միանշանակ պետք է մարդկանց քննարկել, որովհետև մարդիկ են, որ իրենց գործնեությամբ, իրենց վարքով նախադեպեր են ստեղծում, եւ այդ նախադեպերով մյուսները ողջևորվում կամ հուսահատվում են, եւ այդ նախադեպերով մյուսները կամ ողջևորված ինչ որ քայլ են դիմում կամ չէ։ Կարպի շատ է եղել, անկեղծ եմ ասում, թող մեր հետևորդներն էլ լսեն։ Օրինակ ինձ ես եղել եմ, ես խորհել եմ, ունեցել եմ դες մտքեր, որ դե լավ 10 տարի քաղաքականության մեջ եմ Փաստաբանությունս թողել եմ, իմ իրավաբանական բարձր վճարովի գործը թողել եմ, մտել եմ այս ամեն ինչի մեջ։ Բոլորը գիտեն, որ սա աշխարհի ամենաանշնորհակալ գործունեությունն է։ Ինչ ուզում ես արա, մեկը ոչ ոք շնորհակալ չի լինելու դրա համար։ Եվ ես իշտա բանը, որ եղել է տենց միտք էլի, որ ախպեր թողանք։ Okay, եկը որ լինի իշխանությունը Նիկոլը։
Okay, որ իր անդիմություն ունի Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, հիմա Սամվել Կարապետյանն է, չենք Բարձա չէ, ասենք, մի հատ բան ասեմ քեզ։ Ռոբերտ Քոչարյանն էլ է որպես ընդդիմություն Նիկոլը բերել, այդ մարդը իր համար իր գործերով էր։ Ինքն է բռնել դրանով բերել մտցնել քաղաքականություն։ Սամվել Կարապետյանն էլ է Նիկոլը բռնել բերել քաղաքականություն։ Հասկանում ես, ինքն է այս մարդկանց բերել։ Մարդը հոր 45-ին էր եկել։ Այլ իր հոր 45-ին բռնելա բերելա քաղաքականություն։ Հիմա, եթե դուք օքեյ եք որ տենց լինի, այս ընտրությունը տեստա ժողովուրդ։ Որոշեք ախպեր, որոշեք որ տենց եք ուզում, կամ ասենք 3 չառաջ օրը գրանցված քաղաքական ուժերը, ասենք ես իմ ովքեր են։ Նայեմ ես ասենք խոսում են։ Ես բանվորի ընտանիքից դուրս եկած տղա եմ, այս ընտրություններին ես մասնակցում եմ, բան։ Նայեմ ես արդեն $2 միլիոն փող է ծախսել։ Արա այդ Հայաստանում որ բանվորն $2 միլիոն փող ունեցել, որ դու բերեց ծախսում ես, գիժեք ախպեր։ Ընկեր ասեք մենք է ձևը իմանանք, արես ի՞նչ եք անում ապե։ Կամ այդ դուֆթա հեքիաթը մի պատմեք, այդ ստից հիմարությունները։ Կամ էլ անկեղծ ասեք ախպեր, ես ընտրություններին մասնակցում եմ, այս ինչ մարդը, մի Սերժն է, չգիտեմ, ես իմով է, չէ՞։ Ես ինչ միլիարդ հատերն է, չգիտեմ, Սերժ Սարգսյանն է, Ռուսաստանն է, բնակ ես իմով է, ես չեմ ջոգմսկյո։ Ֆինանսավորումը ես եմ դա անկեղծ ասեք իմանանք։ Մեկը Աֆրիկայից է եկել, մեկը Չեբաքսարից է եկել, մեկը Ջանդամից է եկել, բան։ Եթե օքեյ քաղաքական համակարգը տենցրի, գնացեք ապրեք իրար հետ, ախպեր ինձ այնց ինչ ասում։ Մեզանից ինչ է, թող մենք գնանք մեր ընտանիքներով մեր գործերին լինենք։ Այս միտքը ես հիմա կա շատ եմ անկեղծանում։ Բայց ինձ թվում է մենք դες բան չունենք թաքցնելու, էլի։ Քանի անգամ եկել է գլուխս ու նաև ընտանիքիս անդամներն են ասել, հարազատ ընկերներն են ասել, որ ախպեր այդքան արիր չեն գնահատում, ինչ ես ուզում, չեն գնահատում։ Թող գնան իրանցով զբաղվեն։ Never give up, պարոն Մարուկյան։ Ատեղ հիշում եմ Չերչիլին, ճիշտ ասեմ։ Never give up։ Հալավ, եթե տենց է, նա վերցնենք տենց է։ Պատկերացնենք քաղաքացիից ես ու Կարպիսը դուրս ենք գալ, չենք զբաղվում քաղաքականությամբ։ Մենք օքեյ ենք լինելու այն միջավայրի հետ, որ ասենք ունենալու ենք պարլամենտ, որտեղ Նիկոլը կարա էլի մինչև 31 թիվ լինի վարչապետը իր քաղաքական մեծամասնությամբ այդ թարախապալարով բանով որ կան, հա, ու ասենք իր օպոզիցիան էլ լինեն տես նախկինները, թալանչիներ, արա լափել եք, արա բանտեցին, տես սաղորա հետի խոսան։ Մենք տեղ պիտի ապրենք։ Ես ուզում եմ շատ անկեղծ, ժողովուրդ ջան, որոշեք։ Դրեք որոշեք, ախպեր, երիքա, ասենք բաների մեջ ընկնենք։ Ես մի հատ տենց ինչ-որ պսևդո առաջադեմ զանգված է ձևավորվել, դեր ասածը շարունակեմ էլի, որ այս ընտրական գործընթացներին վերևից են նայում, հեգնանքով, ո՞վ է վերևից նայում։ Այդ շրջանակները էլի։ Արատե հայել, ես այսօր տաքսի եմ նստել Կարպիս, սենց ասում ես ոչ մի ընտրության չեմ գնացել։ Բանով էր, մի օպել, ինչ ավտո էր։ Chevrolet։ Չէ, Chevrolet, Mazda։ Չէ, դու տեսած տաքսին չէ։ Այդ դու տեսած տաքսին մեր ընտրողներ։ Մի հատ ուրիշ մինչև այդ այդտեղ մի հատ ուրիշ տաքսի էր։ Հա Իլոն Մասկի ստեղծած ինչ էր։ Տեսլա էր, հա։ Ասում է, ես ոչ մի ընտրության չեմ գնացել։ Ու չեմ է գնալու ապեր։ Ասում եմ, օքեյ, բան, ասում եմ շատ ահավոր վիճակ ամեր թվում ասում, եղբայր 5 տարին մեկ քումիձենով ինչ որ բան փոխելու շանս ունես։ Հիմա դու չես մոկտվես, ում վրա ես մուննատ գալի։ Մեր թաղը, բան, եղավ աղբերես։ Եղավ ցավը տանեմ, գնա։ Ում վրա եք մուննատ գալի։ Գնացեք երեք բան արեք։ Այսինքն երեք ձերաների քարեք։ Պետք է ասեմ, չգիտեմ, կարող մասնավորը Մարտունիում, իհարկե շատ լավ հանդիպումներ ունեցանք, բայց մատ Նիկոլական Պապիի հանդիպեցինք։ Ինչ էր ասում։ Ղարաբաղի պատճառով իր աղքատությունը վերագրում էր Ղարաբաղի լինելությանը, Ղարաբաղյան շարժմանը, Ղարաբաղյան պատերազմին եւ ասում էր տղես Վարչով է ապրում։ Հա։ Ու ասում էր այդ Ղարաբաղը բան սաղ տվին Ղարաբաղին։ Բայց տղես Վարչով է։ Հա, ես այդտեղ մտա, ասում Ղարաբաղը չկա։ Բախես նորից Վարչով է ապրում։ Հա, Կարպիսն ասում Ղարաբաղը չկա, էլի։ Ղարաբաղը չկա, ինչ ես դու նորից տես թշվառ։ Հա։ Ինչ ես տես հիմա փողոցներում հարփած թշվառությունը կապ չունի Ղարաբաղի ժողովուրդ, տեսենք, հավատացրեք Նիկոլի ասած բանը։ Եվ մատ ուրիշ բան էլ կա, այսել եմ ուզում ասել, ասֆալտը ազգային գաղափարներին են հակադրում։ Ժողովուրդ ջան, կարելի է ունենալ եւ լավ ասֆալտ եւ ազգային գաղափարները չփղծել։ Հա, էլի։ Այսինքն հիմա իրար չի հակադրում, մենք կարծես դա ուզում ասել։ Կա ասֆալտ ու ազգային գաղափար, նորմալ է։ Ասֆալտը ու մնացածը Եր չեն խանգարում, որտեղ հիմա Նիկոլա ասում է, բա տես հիմա Նիկոլա ասֆալտ է արել ու թքած դեր ազգային այդ բանը գաղափարների վրա, տես ինչ որ արհեստական հակադրություն են բանանում, իսկ ընդդիմության կողմից էլ
Արա դե ասում են թքած է ասֆալտի վրա, կարևորը է ինչ որ բան է։ Ժողովրդին մեղադրում են բան սասիսկի նախընտրելու մեջ, չէ՞, ասում են հայրենիք թե սասիսկի, թե ինչ որ կեղծ հակադրություն են մտցրել։ Ես ասում եմ ժողովուրդ, մեկը մյուսին չի խանգարում, համ կարելի է կուշտ լինել, համ կարելի է ասֆալտ ունենալ, համ էլ չդառնալ սրբապիղ ծարարած եւ կարևորել հայրենիքը, ազգը, կարևոր գաղափարները, եկեղեցին, չգիտեմ, եւ մնացածը սրանք իրար չեն խանգարում։ Եվ սրանք իրար փոխ լրացնում են։ Ես լրիվ համաձայն եմ։ Բայց ես մեծ Facebook-յան կուտոկի մասին եմ խոսում, նորաձև, որ իբր տենց օբյեկտիվ են, քաղաքական միտք չկա։ Այո, ոսկի բան։ Գերմանական սոցիալ-դեմոկրատիա, ավստրիական ճարտարապետություն, բան, ու բանը, մեկը դեմ ես դեմ եմ են շերանը։ Հա, ցանկացած։ Բոլորին դեմ եմ, ես ամենապատասխանությամբ ասում եմ։ Իրանք էլ են ընդունում, իրանք ասեն, այո, մենք թրոլինգ ենք անում։ Թրոլինգ են անում Հայաստանում ամենալուրջ ընտրությունները պատմության մեջ։ Եվ դրանով աջակցում են իշխանությանը, դրանով աջակցում են Ալիևին, Էրդողանին, որովհետև այս ընտրությունները որոշվելու է վերջերս երկրի տարածքները մնալու է իր տարածքում թե չի մնալու։ Այս ընտրությունները որոշվելու է ջերմոցը ունեցող մարդը իր ապրանքը արտադրում է, կարալու է վաճառը չի կարալու։ Ձեռը կարիեր հասուն մարդիկ եք մազերներից սպիտակած, թրաշեք պամ, լուրջ դեմքերով ասենք, դի չեք չով եք զբաղված։ Սո ես ասել բան չունեմ։ Ես էլ մեծ աչքով ուզում եմ ասել, որ մենք ստիպված կլինենք անդրադառնալ տարբեր ուժերի, ովքեր այս ընթացքում իրանց չեն կարողանում իրանց չափ ու սահմանի մեջ պահել, ավելին ու որ կնկատեն, որ ծառայում են Նիկոլ Փաշինյանի թարախապալար իշխանությանը, հետեւաբար մարդիկ պետք է իմանան թարախապալարների տեղերը եւ դրանք պետք է արմատախիլ արվեն։ Հայ երիտասարդության մեջ ինչ որ տեսած զանգված կա, հատկապես Facebook-ում ակտիվ, որ անդադ տարբեր շրջափուլերում տարվում են տարատեսակ այնպես որ հերձվածող գաղափարներով, sense ընդհանուրից շեղված, պսևդո առաջադեմ, նորաձև հովերով տարված, այդ ամեն ինչ արդեն իմ համար հոգնեցուցիչ է ու իսկապես անհետաքրքիր, պետք է լուրջ քաղաքականությամբ զբաղվել։ Դե նայ, դու լուրջ քաղաքականությամբ ես զբաղվում, բայց այդ մարդիկ բան են անում։ Պամեղ, ռուսերեն լավ բառ կա, պամեղ կա, չէ՞։ Ինչ որ բան ես լսում, մեկը պամեղ ա գալի կողքից, որ խանգարիք ես։ Հիմա այս բաները, որ արվում են, սրանք պամեղներ ա կարպիս, ռուսերեն ասած, խի, որ տենց էլ է ժողովուրդը չգտնի, ճիշտ ճամփ են չգտնի, Նիկոլը մնա իշխանության հետ, իրանց սաղարացը է դա։ Քաղաքական գործների նկատմամբ ատելություն ա սերմանվել այս երկրը, անդադար, եւ այդ ատելությունը բերել է այս դիսֆունկցիոնալ համակարգին։ Եվ որ ախպերը ասենք կարա լյուբոյ մարդ բանանի ինչ որ պահի տեղից վեր կենա գնա մի հատ թղթեր առնի կուսակցության անվանափոխի ու սկսի քաղաքականությամբ զբաղվել ու ինքն է դառնա քաղաքական գործիչ դե լավ դե ասենք 10 տարվա կյանք եք դրե 10 տարուց ավել ասենք կոնկրետ կուսակցության վրա արդեն ես 11 տարվա կյանք եմ դրել ու իմ հետ հազարավոր մարդիկ Ոնց կարա երեք մեկը գնա մի հատ թղթեր առնի, գա մեր այդ հավասար մտնի բանի մեջ։ Մի բան էլ ասեմ։ Եթեր եմ գնացել XTV։ Ասում եմ դե օրենքով պարտադրում են մեզ, որ 25 րոպե, բանի չեական չի։ Բոլոր գրանցված ուժերին րոպե տանք։ Դե ասում օրենքա, տանք տալիս ենք։ Ասում ախպեր, որ տենաս ովքեր են գալի եթեր, խելագարվես, ասում եմ հետո։ Ասում եմ ոնց կարա sense բան, դες օրենքը փոխել։ Այսինքն նայ, ինչ որ մարդիկ թղթեր են սարքել, չէ՞։ 7.5 միլիոն դրամ փող են մուծել ԿՀ ու բոլոր երկրում գործող հանրային մուլտիպլեքս օգտագործող ԶԼՄ-ներում ստացել են այդքան րոպե։ Մենակ այդ րոպեները 10 անգամ ավելի կարող է լինել գներով շուկայական։ 7.5 միլիոն դրամից կարպիս, լատես ինչ ա եղել։ Ու մեզ մարդիկ մտել են եթեր ոչ ասելիք ունեն, ոչ բան գիտեն, չգիտեն ինչ անեն։ Ինչ որ ես ինչ են անում։ Ասում ախպեր նստում ենք, դա եթերը տվել ենք, նայում ենք ինչ ասում, ասում ենք ապես ով այս մարդը։ Խիկ ասես մարդ որ դուց հա այս ինչ օրենքն ես ոնց կարա ասես բան եղնի ու գիտես ինչ ասին ասում տեսան որ դուք ու Կարպիսը նախագիծ եք առաջ բերելու խորհրդանում որ վերջին 5 տարում եթե քաղաքական ուժը թիմ ընտրության չի մասնակցել այդ ուժը իրավունք չունի պարլամենտի ընտրությունին մասնակցել այ դա շատ լավ գաղափար է ազգային անվտանգության հարց է որովհետեւ մենակ գժերը չի որ մասնակցում են նաեւ դրանով կանխում ենք տարատեսակ գործակալների մուտքը մեր քաղաքական համակարգ այդ թվում է ադրբեջանական, թուրքական, ռուսական եւ այլն որ հայ քաղաքական դաշտը ապահովագրվի տարատեսակ կենթանիներից եւ գործակալներից այո
Այո։ Okay, երևի այսքան է այդ հավելացնելու բան չունեք։ Երևի այսքան է, սիրելի հայրենակիցներ, նորից եմ ասում, մեկնաբանություններում արձագանքեք, արտահայտվեք, որպեսզի ալգորիթմները աշխատեն եւ մեր YouTube-ը վերականգնվի, որովհետեւ մենք որոշում ունենք, որ խորհրդանից էլ այս հաղորդումը պահելու ենք, այն միշտ հեռարձակվելու է եւ մենք լինելու ենք հավատարիմ մեր հետևորդներին։ Շուտով պլատֆորմը կնկարենք AJ-ից։ Հա, ազգային ժողովից կնկանենք պլատֆորմը։ Լավ մնացեք, սիրելի հայրենակիցներ, տարածեք Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։